Աստված ձեզ օրհնի, պահի։ Ոնց ասած, շատ բան ունեի խոսելու, բայց կեսից շատը եղբայրն ասեց, դրա համար արդեն բոլորը չեմ ասել, ինչ-որ մի հատված։ Ուրեմն Մարկոսի 7-րդ գլխի 6-րդ խոսքից եմ կարդում, 5-րդում արդեն խոսում է, որ դպիրները, փարիսեցիները մեղադրում էին Տիրոջ աշակերտներին, որի պես ավանդություն չեն պահում, ծերերը ավանդություն չեն պահում, բայց Տերը իրանց հանդիմանեց իրանց խախտման համար, ասես, իսկ դուք ինչու Աստծո խոսքը չեք պահում, ասեք կարդամ ու կնայենք միասին, Տերն պատասխանեց և ասեց նրանց, թե ես այն լավ մարգարեցա ձեզ կեղծավորներից վրա, ինչպես գրված է, այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նրանց սիրտը ինձանից հեռացած ջոգված է, և զուր տեղն են պաշտում ինձ, սովորեցնելով այնպիսի վարդապետություն, որ մարդկանց պատվերներ են, որտեղ Աստծո պատվերը թողած պահում եք մարդկանց ավանդությունները, անոթների և ամանների լվացումը, և սրանց նման էլ ուրիշ շատ բաներ եք անում, և նրանց ասես լավ եք անարգում Աստծո պատվիրանքը, որ ձեր ավանդությունը պահեք, որտեղ Մովսեսն ասես պատվիր քո հորը և մորը, և նա, որ իր հորը կամ մորը չարախոսություն անի կամ անարգի, ուրիշ թարգմանության մեջ ասում է թող մահով մեռնի, բայց դուք ասում եք, եթե մարդը հորը կամ մորը ասե կուրբան, այսինքն պատարակ է այն, որ ինձանից պետք է շահես, ազատ է լինում, այսինքն կուրբան յանը նվիրել եմ Աստծուն, որ քեզ պետք է տայի։ Եվ այլևս թույլ չեք տալիս նրան մի բան անի իր հոր կամ մոր համար։ Եվ ասում է Աստծո խոսքը անարգում եք, 13-ում ասում է ձեր ավանդությունների համար, որ ձեր ավանդությունը պահեք, սաման էլ ուրիշ շատ բաներ ունեք։ Հիմա ես ուզում խոսեմ, այո, շատ ժանակ մարդը կարդում է, բայց կարդում անցնում է, որպես թե մի գիրք կարդաց, չի նայում, որ սա իրեն վերաբերվող է։ Օրինակ, եթե Տերը ասում է պատվիր քո հորը մորը, սա չի վերաբերում միայն այդ ժամանակի մարդկանց, սա հավիտենական կանոն է, հավիտենական օրենք է, որ Տերը դրել է, որ քո հորը մորը պետք է պատվես։ Բայց ինչպես մի թեթև ասեց եղբայրը, մենք տեսնում ենք ինչ է կատարվում մարդը, ասենք, ամուսնացնում է երեխային, աղջիկ օրինակ գնում է հարս, մենք տեսնում ենք նորից հայրը մայրը նստում են ականջին, սկսում են իրենց ձևերը թելադրեն երեխային, կամ էլ կանչում են տուն, տեսար երեխաներն այդ հարց կոչեցյալը, առանց Աստծո խոսք նայելու, առանց կիսուր կեսրանի տեղակ պահելու, թռնվա հոր տունը, որտեղ խորոված են սարքում, կանչել են պատիվ տալու հարց ու փեսում։ Միթե սա Աստծո խոսքի խախտում չի, ինչու իրա մեծերին պետք է անպատվեր, իմիջիալս մեծերի դեմն էլ առն, որ շատ չար մեծեր էլ կան, հաճախակի ուզում են կոնտրոլ անեն, զինվորի նման, իրենց հարսին ու տղային պահեն բռի մեջ, գրացա, քո մեծերին պետք է հարգես, պատվես հորդ մորդ, բայց որ լավ գիտես Աստծո այդ պատվիրանը, որ պատվիր քո հորը մորը, բայց դու ինչ ես Աստծո պատվիրանը խալ, գրացա մի դառնացա քո երիտասարդներին, մի դառնացա քո զավակներին, դու ինչ ես դառնացնում, հակապնում, հակապրճկվում, են, որ ասում է, հաճախակի ծտի ծլվլոցի նման, երիտասարդի արդեն հասնում ես դանակը ոսկորին, դրա համար ես երբ որ խոսում եմ երիտասարդի համար, թող այդ մեծերը չարդավորվեն, սրանց հետո արձակվեն իրենց երիտասարդների վրա, գրածա, պետք է պատվես քո հորը մորը, լավ ես հիշում, փարիսեցիների նման, որ գրածա, բայց դու ինչ ես խախտում Աստծո խոսքը,
Դա համար էլ չեմ ուզում երկարացնել, թող այդպիսի մեծեր իրանց հավաքած պահեն, չէ դատվելու են։ Սա Աստծո խոսքի խախտումը, շողոքորթություն ու կեղծավորություն է, որ իբր Աստծո խոսք են հիշում։ Հաճախակի մարդու կնիկ, որ վիճում են, կռվում են, են ասում է, գրածա, գինը պետք է խոնար լինի, մարդը ամուսինը գլուխը տա, ես քո գլուխն եմ խելոքելի, լավ է, ուրիշի պատվիրաններն ես լավ հիշում, բայց քեզ վերաբերվող պատվիրանը ինչի չես հիշում։ Հաճախակի մարդը ուրիշի վերաբերվող պատվիրանները լավ է հիշում Սուրբ գրքից, բայց ինչ որ իրան է վերաբերում, ինքը չի հիշում։ Կնիկն էլ ասում է, գրածա, մարդը պետք է սիրի կնոջը, չցավցնի, չդառնացնի, իրար հիշեցում են, այմա դու քեզ հիշեցար քեզ վերաբերվող հնազանդությունը, ուրիշինը, եթե չի կատարում, թող Աստված դատի։ Մենք մերը չենք լսում շատ ժամանակ չենք կատարում, ուրիշին պահանջում ենք, որ Աստծո խոսք կատարի։ Եթե Աստծո խոսք ենք հիշում, հիշի առաջինը քեզ վերաբերվող խոսքը։ Հիմա դառնամ նորից այդ պատվիրաններին, ծնողները, այո, սովորացնում են իրենց աղջկան կամ փեսուն անգամ, որ եղբայրը հիշեցրեց, ասում եք, սրանք առանձին ընտանիք են, այդ որտեղից հիշեցիր առանձին ընտանիք են։ Աստծո խոսքից թե որտեղից։ Եթե հիշում ես, որ առանձին ընտանիք են, չես հիշում այդ ընտանիքը պետք է պատվի մեծերին, թեկուզ հայրը մայրը չլինեն, պապին տատին լինեն։ Այդ են մեկը հիշում ես, դա չես հիշում կեղծավոր։ Չէ՞ Տերը որ ասի լավ մարգարացավ ես այն ձեզ կեղծավորների համար, կասի այդպես մարդուն դες կասի։ Այդ հիշում ես, որ այս պատվիրանը կա, այն մի պատվիրանը չես հիշում, որ պետք է իրանց կիսուտ կեսրանին հարգեն, ծնողին հարգեն, կամ էլ անել զոնքաջին պետք է հարգեն, տարբերություն չկա։ Կիսատ պատվիրանը, որ ասում է, կիսատ բժիշկը մարդ է սպանում, կիսատ հոգևորն էլ հոգի է սպանում, մարմին է սպանում, կիսատ բժիշկը մարմին է սպանում, կիսատ հոգևորն էլ հոգի է սպանում։ Այդ կիսատ պռատ երիտասարդները, որ հիշում են Աստծո պատվիրան կամ մեծերը իրանց հիշում են, նրանք մարդասպան են իրականության մեջ։ Դա մարդը պետք է Աստծո պատվիրան ամբողջ վերցնի, ոչ թե որ դե իրան պետք է պոկի իր ուզածով մեկնի։ Գալիս է ժողովի մեկը տեսնում ես ամբարտավան, պատասխաններ են տալիս ծնողին կամ իրանց կիսուտ կեսրարին կամ զոնքաջու ասած ասած օներին, մեծերին թեկուս, Տերը հարգանք պատիվ է սովորացնում, ծաղր ու ծանակ ու անպատվություն Տերը չի սովորացնում, որ մարդը ծաղրի։ Կամ մարդը տեսնում ես այնքան կեղծավոր է, որ իր հարցին ասում է, դու պետք է հարգես մեծերին, դու պետք է լսես, իր աղջկան ասում է, դրանց շատ մի լսի։ Միթե քո բերանի խոսքը նույնն է, կեղծավորություն։ Դա որ ուշադիր եղեք, Աստծուն խաբել հնարավոր չի, ժողովուրդ։ Աստծուն խաբել ասել, Աստծո խոսքը սենց ասում, Տերն ասում է, դու ուրիշին ասում ես, քեզ չես ասում, դու ուրիշին ասում ես, մի գողացու, դու գողանում ես։ Կամ ուրիշին ասում ես, ես մի արա, դու ինքդ անում ես, գիտես Աստված էլ խաբվեց, քեզ չի դատելու։ Մարդ կա, որ ասում ամբողջ կյանքը, լավ կյանքի կեսը, ապաշխարության կեսից շատ է։ Անիրավությամբ վարվեց, զրպարտություն արեց մարդկանց, սովորեցրեց իրար մեջ կռվեն, զրպարտություն անեն իրար հանդեպ, որպեսզի ինքը իր այս ուղեղը էս է, բաժանիր, որ տիրես, հովիվ կոչեցյալը, որ ամենք իրա մոտ գան, սկսեն իրան հաշիվ տալ ինքն էլ իմանա ոնց կառավարի։
ինքն իր բերանով գիտես մի անգամ շփոթեց գիտեք ինչ էր ասում ես ինձ կարա մարդու խափեմ որ մարդը չզգա խափվածը եւ վերջում փորձ էր անում Աստծո խափի բայց ահագին հազարավոր մարդկանց խափեց մեռնելուց առաջ ասեց կյանքը Հիսուսն է Հիսուսին դարձեք ապաշխարեք Շատերը կան, որ Հիսուսի ասածով չեն գնում։ Իրանը չի հիշում, որ ինքը տարիներով Հիսուսի ասած խախտել է։ Ուրիշ կյանք չկա, միայն Տերն է, եւ դες լավ բանաստեղծական բաներ ասեց ու երկու օր հետո մեռավ։ Զապիսը նկարահանեցին այդ խոսքերը վերջին, դրեցին YouTube։ Շորտ ասես սուրբ մարդ է։ Բայց սուրբ մարդը գիտի, որ Հիսուսն է Տերը, չգիտեր, որ պետք է Հիսուսին հնազանդվեր։ Հա? Աստվածը ուզում խափի, շատերին մա որ ասես, եղբայրն ասես շատերը գալիս ասում, այ ղուրբանն եմ քեզ Աստված փառքես, դու ես, միակը ես, ու չի ապրում Աստծո կամքով, ինչ այդ գովասանքով Աստված խափեցիր։ Այս մարդը ինքան խորամանկ էր, որ վերջին այ մարդ քեզ պետք չի Աստված գովես։ Բոլորը գիտեն, որ Հիսուսն է կյանքով ովքեր որ նստած են։ Դու խոստովանի, մեղքդ խոստովանի։ Սղճա, դարձի արի, որ չկորսվես։ Գովասանքով Աստծուն գովելով դու չես դա երկինք։ Ապաշխարեցեք, որ կյանք ունենաք, դարձի եկեք։ Աստծուն դարձի, որ կյանք ունենաք։ Որ հանգստության օրերը չէ Պետրոս ասում որ գա ձեր վրա։ Մարդը եկե վերջին պահը մեռնում է, փոխանակ խոստովանի, զղջա։ Բայց Հիսուսը գովում կարծում է թե Հիսուսն ասի վայ հələ դες վերջի շնչին մարդկանց կոչ արեց որ ինձ հիշեն, ինձ դառնան։ Բայց Հիսուսը դրա կարիքը չունի։ Բայց մարդկանցից գովասանք ու պատիվ չեմ ուզում այդ ձևի սուտ։ Այ ապաշխարեցեք, որ փրկվեք։ Դարձի եկեք, որ փրկվեք։ Դրա համար մեկ տեսնում ես երիտասարդները կամ ծնողները տեղը կամ մի հատ լավ ճառն ասեմ Աստծո մասին, գիտեն թե դրանով Աստված խափվեց, ժողովուրդը խափվում է շատ ժամանակ, այո, բայց Աստված չի խափվում։ Դրա համար ուշադրություն դարձնեք։ Ասում պատվիր քո հորը մորը, բայց դու ասում ես չէ, այն որ պետք է հորս մորս տայ, Աստծուն եմ նվիրում։ Այդ քոնը չէ։ Ոնց է գնամ, խենկոյի ավտոն վերջնեմ, ասեմ, Աստված քեզ եմ նվիրում, ես ատանում եմ բազար ծախի, սաղ փողը դնեմ եկեղեցու ծախսերի վրա։ Այո գնա քո ավտոն ծախի, խենկոյի ավտոից ինչ գործ ունես։ Հիմա երեխաները սորվում են, ասում այն որ դու պետք է ստանայք, եթե ստանար, էդի ծնողի սեփականությունն է։ Դու ուր ես, Աստված անգամ սուրբ է, որ ծնողի սեփականությունը չի ուզում դու վերջես անգամ Աստծուն նվիրես։ Աստված այդ քո աշխարհային ունեցվածքին չի սպասում, Աստծուն եմ զոհում։ Դրա համար ասեց դուք արդեն չեք թողում որ հորը մորը մի բան տա։ Ասում երբ որ գրած է պատվիր քո հորը մորը, պատիվ այն չի որ նոր երեխեն գա շողոքորդ, մամա ջան, պապա ջան, ձեր ցավը տանում է, պապայիս նմանը չկա, մամայիս նմանը չկա, գիտես ինչ, գոմ շաժան ծնողները հարցում են ուշքի հետմա։ Որ ինչ լավ խոսքեր ասեց երեխեսի մաման, այ ոնց է գնահատում, ասում դու ձեր նմանը չկա, փող փոկելու մար ասում։ Եթե իրոք հարգում ես քո ծնողին, դու պետք է տաս։ Պատվիր քո հորը մորը, ասում որտեղ որ դուք չեք թողում պատվել, դուք զրկում եք ծնողին այն ստանալիք բաներից, ասում պատվելը խոսքով գովասանքի մեջ չի, պատվելը իր կարիքը հոգալու մեջ է։ Տալու մեջ է։ Պատվիր, բայց դուք ասում եք Աստծուն եմ տալիս, քեզ չեմ տալիս։ Տրվելիք բան ունես, պատվելը դրա մեջ է, ոչ թե գովելու կամ էլ միսատից ջան ղուրբան ասելու մեջ է։ Դենց էլ ամենք մեծերի հանդեպ, կիսու կեսարի հանդեպ,
Եվ մեր մեջի մենք էլ տերմս ծնող կոչեցյալ, հա, իր աղջկան տվել է ուրիշին արդեն ամուսնացել, հա, սովորացնում է, չպատվի իր կիսուր կեսրարին, ես հենց Աստծո պատվիրանքի խախտում է, չեն հասկանում այսպիսի ծնողները, որ իրանց տունն էլ են քանդում, երեխու տունն էլ են քանդում, մեծին չպատվող ասում անեցք ունի իրա վրա, անեցք է գալու, անիծյալ լինի որ չի պահում այս պատվիրանքները, մենք կարող ենք պահել, որտեղ վերստից ծնված ենք, օրենքի մղում չկա, բայց օրենքը Տեր ասում է պահի, ամբողջ ժամանակ Տեր ասում էր օրենքի հարցներ բարձրացնում, Պողոս առաքյալը ինչ խոսում էր ասում է, որտեղ գրված է օրենքի մեջ, բայց որպես ապրելաձև էր ներկայացնում Պողոս առաքյալը մարդկանց այդ օրենքը ոչ թե փրկվելու միջոց, օրենքը արդեն փրկվելու միջոց չէր, բայց ապրելակերպ պետք է լիներ, մի գողացի, մի շնացի, սուտ մի խոսամ, ծնողիդ պատվիր, մի զրպարտիր, էսերներն են։ Մենք տեսնում ես մարդիկ կան, որ զրպարտում են, դուք շատերը գիտեք, հագին մարդիկ կան, որ իրանց էլ հոգևորի տեղ են դրեն։ Այդ ինչ հոգևոր ես, որ դու զրպարտության մեջ ես։ Համար ուշադիր ելեք։ Աստված թող ձեզ օրհնի այս պատվիրանը ուժի մեջ չա, մինչև հավիտյան։ Եթե մեկը Աստծո պատվիրանը խախտի, գնաց ամեն անօրենություն, ասենք ամեն օրենքի խախտում մեղք կա։ Ինչքան ուզում ա թող փառաբանենք, հնդենք, երգենք, քարոզենք, ինչ լավություն ուզում ա անենք։ Մանավանդ ինքնագլուխ լավություն է։ Շատ ժանք լավություն անում ենք, ուզում ենք համ մարդկանց խաբենք, համ էլ Աստծուն խաբենք։ Անենք թող մարդիկ ինձ կողան։ Անեն որ Աստված ասի, մալադեց, զավակ սնազանդվա, հիմա դու ում համար արեցի, Աստծո համար, թե մարդկանց համար, ում է երևնալու համար։ Ասում են երկու տեղից վարձք առնա, դες չի, Տեր ասում մի տեղից է վարձքը։ Քանի որ մարդկանցից փնտրեցի փառք, Աստծուց ոչինչ չունես։ Չխաբենք Աստծուն, Աստված չի խաբվում։ Աստված ձեզ պահի։